Ադրբեջանի հետախուզական ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել Ռուսաստանի տարածքում, որի արդյունքում հայտնի թալիշ ակտիվիստ Զահրեդին Իբրահիմովը կալանավորվել է ու անհայտ ճանապարհով տեղափոխվել Բաքու։ Այնտեղ նրան մեղադրել են Հայաստանի գործակալ լինելու մեջ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ կոնկրետ որ հոդվածներով է մեղադրանք ներկայացվել։ 71-ամյա թալիշ ակտիվիստին Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Շատ տարօրինակ է, չէ՞, հաշվի առնելով այն, որ Զահրեդին Իբրահիմովը Ռուսաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացի է։ Իբրև թե 2005-ից 2020 թվականները նա համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, հանձնարարականներ է ստացել, որի նպատակն է եղել հրահարել Ադրբեջանում անջատողական շարժում։ Եվ այսօր առավոտյան նրա որպես փաստաբան ներկայացած Սիայրա Ալիևան հայտարարել է, թե իբրև թե նա ճանաչել է իրեն մեղավոր եւ խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Այստեղ եւս տարօրինակ փաստաբան է, ավելի շատ նման է դատախազի քան փաստաբանի, սակայն Ադրբեջանում նման գործերով անցնող մեղադրյալների փաստաբանների մեծ մասը ավելի շատ իսկապես նմանվում են մեղադրողի դատախազի։ Եվ ինչն է հատկանշական, Զահրեդին Իբրահիմովին տեղավորել են նույն այն մեկ ուսարանում, որում գտնվում է Ռուբեն Վարդանյանը։ Դրանով եւս ինչ-որ բան են ուզում ասած լինել։ Ինչ է հայտնի Իբրահիմովի մասին։ Դե հայտնի է, որ նա միշտ ընդդիմադիր հայացքներ է ունեցել, պայքարել է թալիշների եւ Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար, եղել է ժամանակին Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների կոմիտեի նախագահ, բայց 97 թվականին դեռևս նա տեղափոխվել է Ռուսաստան, ուր բնակություն է հաստատել Եկատերինբուրգ քաղաքում, իսկ 2002 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացի եւ այդ օրից Ադրբեջանի քաղաքացի այլևս չի հանդիսանում։ 2010 թվականին Ռուսաստանում հիմնել է թալիշական մշակութային կենտրոն, որի նպատակն է թալիշերեն լեզվի, ավանդույթների պահպանումը եւ քարոզը։ YouTube-ում մի ալիք էր վարում, որում նույնպես քարոզում էր թալիշական մշակույթը, լեզուն, ավանդույթները եւ այլն։ Հայաստանի հետ իր միակ կապը հանդիսանում է նրանում, որ 2 անգամ մասնակցել է Ծաղկաձորում անցկացված թալիշագիտությանը վերաբերող գիտաժողովին եւ որ անձամբ ծանոթ է եղել հայ արևելագետ Գառնիկ Ասատրյանին։ Դրանով սահմանափակվում է իր կապը Հայաստանի հետ։ Բայց ինչն է հատկանշական, ժամանակին մի քանի տարի առաջ ինքն է փորձել գալ Ադրբեջան հարազատներին տեսակցելու, սակայն Ադրբեջանի իշխանությունները դրա իրավունքը նրան չեն տվել եւ վտարել են հենց օդանավակայանից։ Տարիներ անց իրենք են Ռուսաստանի տարածքում նրան ձերբակալում, առևանգում, ինչ-որ անհայտ ճանապարհով տեղափոխում Ադրբեջան եւ այնտեղ դատում։ Եթե թաքցնելու բան ուներ, ինչու էր ինքը համաձայնվում մեկնել Ադրբեջան։ Ես կարծում ինչպես են կազմակերպել Իբրահիմովի տեղափոխումը Ադրբեջան։ Հայտնի է, որ մարտի 26-ին նա առավոտյան դուրս է եկել տնից նպատակ ունենալով մեկնել աշխատանքի, սակայն տեղ չի հասել։ Պաստորեն կորել է, անհետացել է։ Որոշ ժամանակ անց միայն մի կին զանգահարել է հարազատներին, հայտարարել է, որ նա այժմ Ադրբեջանում է եւ որ իրեն մեղադրանք է ներկայացվել։ Հարազատները դիմել են եւ անվտանգության ծառայություններ, եւ ոստիկանություն, եւ քննչական կոմիտե, պարզելով թե ինչպես կարող էր իրենց հարազատը, ով Ռուսաստանի քաղաքացի է, հայտնվել Ադրբեջանում եւ այնտեղ իրեն մեղադրանք ներկայացնեին։ Ոչ մի մեկնաբանություն Ռուսաստանի իշխանությունները չեն տվել, լրագրողներին եւս հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Իսկապես սկանդալային պատմություն է, այսպես կամ նրան առևանգել են եւ տեղափոխել են Ադրբեջան, կամ գործ ունենք իրավապահների միջև տեղի ունեցած գործարքի հետ։ Եվ երկու դեպքն էլ մեղմ ասած պատիվ չեն բերում Ռուսաստանի իրավապահներին եւ նույնիսկ դժվարանում եմ ասել, թե դեպքերից որն է ավելի անպատվաբեր, հաշվի առնելով այն, որ Իբրահիմովը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ըստ օրենքի Ռուսաստանը իր քաղաքացիներին այլ երկրներ չի արտահանձնում եւ եթե նրանք անգամ մեղավոր են, դրանք պետք է դատվեին հենց Ռուսաստանի տարածքում։ Արդյոք իսկ ինչի հետ է կապված վերջերս Ադրբեջանում այսպես թափառած թալիշների դեմ, թալիշ ակտիվիստների դեմ պայքարը։ Զանգվածային արշավ է սկսվել թալիշ ակտիվիստների, մտավորականների դեմ եւ դրա նպատակն է այսպես ճնշել ինքնագիտակցության հնարավոր զարթոնքը։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո թալիշ ակտիվիստներից շատերը մտածում են իսկ միգուցե նման էթնիկ զտում տեղի ունենա նաև Ադրբեջանի հարավում, ուր կոմպակտ բնակվում են թալիշները, կամ միգուցե իրենք սխալվել էին, երբ չէին սատարել հայերին, ովքեր նույնպես պայքարում էին սեփական իրավունքների համար։ Եվ ահա արդեն որերորդ շաբաթն է, ինչ հերթով ձերբակալում են թալիշ ակտիվիստներին եւ Ադրբեջանում եւ Առևանգում կամ ուրեմն բերում են այլ երկրներից։ Մասնավորապես մի քանի օր առաջ Բելարուսի քաղաքացի թալիշ հեղինակավոր գիտնական Իգբալ Աբիլովին 18 տարվա ազատազրկման են դատապարտել Բաքվում։ Մինչ այդ էլ մի շարք թալիշ ակտիվիստների նույնպես երկար ուրեմն ազատազրկման ժամկետների են դատապարտել։ Նրանցից մի մասը ընդամենը այն պատճառով, որ եղել են Հայաստանում եւ ծանոթ են եղել հայ արևելագետների հետ, իսկ մի քանիսն էլ պարզապես, որ քարոզել են տարածումը թալիշական լեզվի եւ ավանդույթների։ Շնորհակալություն, Արսեն։